Ալիևի իրավապահները ոտքը գազին են դրել, Բաքվի շոու դատավարությունները աննախադեպ արագությամբ են ընթանում, առանց միջազգային դիտորդության ու անկախ լրատվամիջոցների ներկայության ֆարս նիստերը իրար հազիվ են հասցնում հաջորդել, մեկը չի ավարտվում, մյուսն է սկսվում, Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության վճիռն են կարում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչը զարմացած է 15-ի միասնական գործով մեղադրական ճառերը երկուշաբթի են ներկայացրել, մինչդեռ ապացույցների հետազոտման վերջին նիստը ուրբաթ, դրանից ընդամենը 3 օր առաջ էր եղել, այսինքն ոչ աշխատանքային շաբաթ-կիրակին էլ խնդիր չէր դատախազ կոչվածների համար։ Դա հավելյալ վկայություն է, որ մեղադրական ճառերն էլ, ինչպես եւ ապակա դատավճիռները նախապես գրված, պատրաստված են եւ դրանք ոչ թե ձևավորվում են դատավարության ընթացքում արդյունքների հաշվառմամբ, այլ կանխակալ կերպով քաղաքական պատվերի հիման վրա։ Ընթացակարգով հիմա պաշտպանական ճառերի հերթն է, այսինքն Ալիևի գրպանի հանրային պաշտպանները պետք է ելույթ ունենան, դրանից հետո էլ մեկ-մեկ Ադրբեջանի դատարանի առջև կկանգնեն 15 հայերը, ասելու իրենց վերջին խոսքը։ Սինանուշ Սահակյանը վստահ է, բոլորն էլ կօգտվեն արտահայտվելու հնարավորությունից եւ արդեն այդ փուլն էլ հատելուց հետո Ադրբեջանի նախագահի դատարանը կգնա խորհրդակցական սենյակ։ Դատական ակտերը նախապատրաստված են, կանխորոշված են, դրանք հենց գործադիր իշխանության կողմից թելադրված են եւ այս կախյալ դատարանները ընդհանրապես հրապարակելու են քաղաքական պատվերի հիման վրա որոշված ակտերը, մեղադրական դատավճիռները եւ իմ գնահատմամբ ընտրվելու են խստագույն պատիժներ ընդհանուր մինչեւ չմահապատասխան։ Այսուհանդերձ Սահակյանը համոզված է իրավական արսենալը զինաթափել դեռ չի կարող Բաքուն, ավելին ճիշտ հակառակը, իրավապաշտպանը պնդում է, հնարավորություններն այսպիսով ընդլայնվում են։ Հասկանալի է, թե հայկական կողմը եւ թե միջազգային գործընկերները չեն կարող ազդել Ադրբեջանում ընթացող ներպետական գործընթացների վրա, որոնք ամբողջովին ադրբեջանական իշխանությունների ինքնիշխանության եւ կամահաճույքների տիրույթում են, այլ հարց է, որ այդ խախտումները արդեն տեղի են ունեցել, դրանք արձանագրվել են հայ իրավապաշտպանների կողմից, միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից եւ հայկական կողմին մնում է այս արձանագրված խախտումները ներկայացնել վերազգային դատարանների քննությանը, ցուցադրել, որ այդ դատավարությունները եղել են ապօրինի, հիմնարար իրավունքները խախտվել են, ուստի դատավճիռները լեգիտիմ չեն։ Ինչ վերաբերում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործին, որն անջատ է 15-ի միասնականից, ապա այստեղ ադրբեջանցիները պակաս ժրաջան են, իրար հաջորդող նիստերի միջակայքն ավելի մեծ է։ 4 թվեր, եթե մյուս գործով անցնող 8.5 ամսվա ընթացքում շուրջ 100 նիստ է եղել, ապա Վարդանյանի դեպքում այս թիվը հազիվ 4 տասնյակի շեմն է հատում, եւ սա էլ իր հերթին մասնագետների գնահատմամբ դարձյալ պատահական չէ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։